Հարգելի հայեր, նկատել եք վերջին տարիներին ինչ մասշտաբների է հասել բեսպրեդելը։ Երեք մի միջադեպի ականատեսը եղա, այդպիսի բան ես չէի տեսել, ապշել էի։ Սարյան փողոցի մայթերից մեկին մի տարիքով մարդ է ամեն օր նստում, բլյուզ է նվագում, մթնոլորտ է ստեղծում, վստահ եմ շատերդ նրան ճանաչում եք, անցել եք այդ հատվածով, ոմանք գուցե գումարել են տվել, իր օրվա հացն է վաստակում, տարիքով մարդը, որևէ մեկին նեղություն չի տալիս։ Մի տականք մոտեցավ, գլխով հարվածեց այդ տարիքով մարդու գլխին և թռավ։ Կանայք արձագանքեցին, ես հեռվում էի, եթե չարձագանքեին, երևի չէի էլ հասկանա, որ ինչ-որ բան է տեղի ունենում, ավելի հեռվում էի և այդ այսպես ասած արձագանքներից, ձայներից հասկացա, որ ինչ-որ լուրջ բան է տեղի ունենում, պտտվեցի, սկսեցի քայլել դեպի այդ տարիքով մարդը և այդ երիտասարդը, իրենց ուղղությամբ, չհասցրեցի, գլխով հարվածեց այդ մարդու գլխին, և հայրիկն էլ միանգամից չկարողացավ բացատրել, թե ինչ էր տեղի ունեցել, պարզվեց, որ հետագայում պարզվեց, երբ այդ տականքը թռավ, պարզվեց, որ գումարն էր ուզում գողանալ, հայրիկն էլ խրատական ինչ-որ բան էր ասել, այդ ասելուց հետո էր գլխով հարվածել գլխին։ Ինչ ասել է, լավ է արել, որևէ մեկը իրավունք չունի աշխատող մարդու գումարը գողանալ և պետք է ընթացք տալ այս ամենին, հարգելի ոստիկաններ, ժողովուրդը հարկեր է վճարում, դուք ստանում եք բարձր աշխատավարձ, ես չպետք է զբաղվեմ այդ հարցով, դուք պետք է զբաղվեք, ես որպես հայ անտարբեր չմնացի և միջամտեցի, եթե հայրիկը շուտ պատմեր, ինչ էր տեղի ունեցել, ես թույլ չէի տա, որ դա թռներ, մտածեցի վիճում են պարզապես և բաժանեցի, իդեպ 5 շաբաթ առաջ էլ էլի մի միջադեպ է տեղի ունեցել, երկու խմած, ծխված էլի բնության թափոններ մի երիտասարդի մորը հայհոյեցին, գրեթե զուգահեռ քայլում էինք, չգիտես ինչու թիրախավորեցին նրան, ես էլ մտքումս մտածեցի, ինձ էլ կարող էին ընտրել և անտարբեր չմնացի, մոտեցա, բաժանեցի, այդ երիտասարդին ասացի շները հաչում են, քարավանը գնում է, եղբայրս արի, ուսից գրկեցի, մխիթարեցի, ասաց շնորհակալ եմ, այս բեսպրեդելը վերջ ունի, լուծում տվեք այս հարցերին։